Բարի երեկո ժողովուրդ ջան, սիրելի ընկերներ, հարազատներ, շնորհավորում եմ բանակի տոնը, շնորհավորում եմ հայ զինվորին, խաղաղություն մեր տղերքի շիրիմներին, թող լույս իջնի, լույսերի մեջ փայլեն, ազգին էլ խելք, համբերություն։ Ժողովուրդ ջան, ուզում եմ խոսեմ հայ զինվորից, միշտ պետք է խոսենք հայ զինվորից, բայց այսօր ուզում եմ խոսեմ հայ զինվորի շիրիմներին այցելող այն համակարգից, որ Հայաստանի Հանրապետության մեջ թե ֆիզիկապես, թե բարոյապես, թե ֆինանսապես ոչ մի ներդրում չեն ունեցել ու գնացել են եռաբլուր, իհարկե դատարկաձեռն նայում էի Կարենին, Բուլկուն, այդ անգրագետ հայվանին, ապօրինի Հայաստան բերված այդ թափթփուկին ու ուղղակի աբսուրդ եմ ապրում Հայաստանի Հանրապետությունում ցանկացած հայ ապրող, շնչող, արտաշնչող հայ պետք է գիտակցի, որ իր օրը ապրելու, թեկուզ լավ, թեկուզ վատ, դա կոսպեկտավորվել է հայ զինվորի այրյան գնի հաշվին ու դա պետք է գնահատվի։ Ամեն օր նույն բանից ենք խոսում, ամեն օր նույն թեմայից ենք խոսում ու մի տեսակ դառնում է շաբլոն կարգավիճակ, երբ որ խոսում ես Հայաստանի Հանրապետություն ուղղակի ներբեռնած այդ թափոնից, որը որ ներբեռնել է Հայաստանի Հանրապետությունը խեղաթուրած, ռուսամետ դարձած Սամվել Կարապետյան իր ապօրինի եղբայրներով եւ եղբոր որդիներով, որոնք Արցախահայերի նման Հայաստանի Հանրապետությունում ծառայում են որպես ցույցի մատերիալ աստված համակարգն ու process-ը կոսպեկտավորող ինչ որ մի հատ հատված։ Դա իսկ արդեն խայտարակություն է, դա իսկ բառից բուն իմաստով Հայաստանի Հանրապետության խաղաղ կարգավիճակը, քաղաքական խաղաղ process-ը խայտարակող համակարգը, որը չի հասնում այդ խայտարակությանը, չունի այդ ուժը, չունի ժողովրդից ձեռք բերած այդ բերկրանքն ու քվեն, որ կարողանա Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ վիրտուալ ու տեսանելի կամ հասանելի փոփոխություն իրականացնի, բայց ըստ այդմ քայքայում Հայաստանի Հանրապետության շատ մարդկանց առողջություն, ազդում է մարդկանց վրա, նյարդերի տեղի կտալի։ Ինչ եմ ուզում ասած, ընկերներ, Սամվել Կարապետյանի ապօրինի, ամփույթ սեքսից առաջացած, ուղղակի դրոշ կերած դադար գլխով մեծացած նարեկ Ինչ զգացիր, որ բարձրացար եռաբլուր, ամպուճուր սիրուն մարմիններով երեխեքին սառած քարերի վրա, որ ժպիտները տեսավ, ժպիտները երեսներին տեսար այդ սառած քարերի վրա, քո լեշ մարմնով, քո դոդ գլխով, քո դադարկ մտածելակերպով, պատասխանատվության մեծ զգացում գոնե ունեցար, որ այս երեխեքի ազատագրած, ապահոված, թուրքից ապամոնտաժված հողի վրա ես դու կանգնած, դու դրա պատասխանատվությունը զգացիր, խիր գնաց եռաբլուր, ինչ էր անում եռաբլուրում, եռաբլուրը սրբավայր է Հերոսների հավերժ հանգրվանա, ինչի համար էր գնացել, դե ուզում եմ իմանամ։ Հերոս ես եղել, պատերազմի դաշտում ես եղել, Հայաստանի Հանրապետությունում պատերազմի անդառնալի օրերին օգնության մեջ աջակցության ձեռք ես մեկնել Հայաստանին, ինչ ես արել։ Ուզում եմ իմանամ, ինչ էիր անում այնտեղ եռաբլուրում, ինչ էիր անում։ Երկու Արցախի թափոն էիր բռնել, հարցակննում էր, ոչխարի սերուն եռաբլուր էթմեն լուր, եռաբլուր չեն էթում քաղաքական թողոբոյի համար, եռաբլուրը ձեր համար քվե հավաքելու, ինքնահաստատվելու չկայացած դիրքերը դիրքավորվելու վայր չի, եռաբլուրը սրբավայր է, եռաբլուրը Հայաստանի Հանրապետության միակ թանգարանն է, որ հավեր ժպտալու է, հավերժ այդ սառած քարերից այդ ժպիտը, որ գալիս է դեպի մեզ, դա մեր ժողովուրդն է, այն որ ապրում է այդ ժպիտի հաշվին, այդ ժպիտի այրյան գնի հաշվին, այնտեղ գնալու են խոլարվելու համար, այնտեղ գնում են լուր, այնտեղ գնում են արցունքոտ աշկերով, այնտեղ չեն գնում քաղաքական թողուբոհան, նայում եմ այդ խայտարակությանը ու ուղարկի աբսուրդելի, խիեք իմ սրբացած տղերքին, իմ հերոսացած երեխեքին, իմ այն երեխեքի այրյան գնով, որ ես դուք մի քանի թափթփուկներ ու հազարավոր գիտակից հայեր ապրում են, խիչ են գնահատում այդ տղերքին ձեր նման թափթփուկները ու խիեք իմ տղերքից սառած շիրիմ օգտագործում որպես ցույցի մատերիալ։ Մի հատ կարակ ասեք։ Ուզում եմ հասկանամ, ուզում եմ ըմբռնեմ, չեմ կարող, չի տեղավորվում, հասկանում ես։ Չի տեղավորվում մարդու ուղեղի մեջ, ոնց կարելի է նման բան։ Գնացել է։ Ես 18 թվից ինչ եղել եմ քաղաքականության մեջ, ընդհանրապես քեզ եռաբլուրում չեմ տեսել։ Եռաբլուր, պարտադիր չի, անցած պատերազմի եռաբլուրա, ներկայիս թարմը եռաբլուրա, հինա նորա, բոլորը նոր են, բոլորը մեր հերոսներն են, հավերժա, վերքը հնանում է, բայց չի սպիանում։ Գիտակից հայի սրտի մեջ այդ վերքը չի փակվելու, չի սպիանալու։ Ինչի համար է եռաբլուր գնում ձեր ընտրական քվեն բարձրացնելու համար, ձեր տեղն ու դիրքը ցույց տալու համար։ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած գրագետ հայ ձեր տեղը լավ գիտի։ Ձեր տեղը Հայաստանի Հանրապետության նոր եվրոպական ստանդարտներին համապատասխան բացված սպանդանոցներն է։ Դուք օտար երկրա անասուններ եք, որ ներբերվել եք Հայաստան, ծանր բերեք Հայաստանի Հանրապետության վզին։ Ուղղակի ձեզ տեղափոխել են որպես շինաղ Հայաստան, որ Հայաստանի Հանրապետության շինության մեջ ձեր հիմքը դնեք։ Դուք Հայաստանի Հանրապետության մեջ ընդհանրապես անելիք չունեք։ Ձեր սիրելի Սամվել Կարապետյանը, ճիշտ էլ ասեցիր, երբ որ քեզ
Հարստվեցին Հայաստանի Հանրապետության ալիքներից որևիցե մեկում ասեցին ծառայացես, ասեցիր չէ նարեկ, ասին աղբորը հորողբորը երեխեքը չէ, 5 ընտանիքի անդամներից ջանդակների անուն տվին, 5-ին էլ ասիր ծառայած չեն, ասիր բաղով ածառայ, ասիր մեր առաջնորդը, կներես, դա ձեր ընտանիքում առաջնորդը համարվում Սամվել Կարապետյան ասվածը, բայց Հայաստանի Հանրապետության գիտակից հայի համար համարվում է ոչ թե առաջնորդ, այլ Պուտինի տակից պլստացած մի հատ էկզոտիկ հորդ, որ եկել է Հայաստան, փոխել է իր հորթի մորթին, ուզում է Հայաստանին ծառայի որպես հայրենասեր որդի։ Պարզ ասում եմ, մի քիչ շատ գրագետ եմ ասեմ, դուք այդքան չկաք, որ ձեզ այդքան ասեմ, բայց ես ձեզ պարզ ասում ու բացատրում եմ, դուք Հայաստանի Հանրապետություն եք ներբեռնվել որպես հորթ, Պուտինի հորթ ու Հայաստանը քանդող, խեղաթուրող, ապականող, ապամոնտաժող ֆիզիկապես, ֆինանսապես, բարոյապես, հոգեպես, սերունդով, ապամոնտաժող մի հատ տականքների ոհմակ եք դուք, որ պետք է մաքրվեք Հայաստանի Հանրապետությունից։ Դուք Հայաստանի Հանրապետությունից քվե կտանեք կեղծ դրամական կարգավիճակի տեսքով, քվե կտանեք Հայաստանի Հանրապետությունում արցախցիներից, կվճարեք գումարները, թղթի վրա կամրագրեք ձեր քվեների քանակը, որը Հայաստանի Հանրապետությունում չունի ոչ կնիկ, ոչ պեչատ, Հայաստանի Հանրապետությունում չունի դիրքավորվելու կոսպեկտավորված ինչ որ գործողություններ անելու հիմք ու կհեռանաք Հայաստանի Հանրապետությունից։ Միթե Հայաստանի Հանրապետությունը ձեր մտածած պետությունն է, որ 36 տարի ապականեցիք, ապամոնտաժեցիք, ավիրեցիք, խայտարակեցիք, միշտ այդպես ծիծաղալով ժպիտերեսներից մնաք ժողովուրդ ջան։ Ուրախ եմ, որ ձեզ ժպիտ եմ կարում պատճառեմ, իրոք եմ ասում, վատ բանով չեմ ասում։ Դուք մտածում եք, դուք կարաք Հայաստանում ինչ որ բան անեք, բարև Աննաքուրիկ, բարև հարազատս։ Ես ուղղակի սարսափ եմ ապրում, երբ որ նայում եմ, թե Հայաստանի Հանրապետությունում ինչքան խեղաթուրված սերունդ կա, սփռված օտար ափերում, ուղղակի դա օտար ափերում չէ, Ռուսաստանի Դաշնությունում։ Մարդիկ են, որոնք տղամարդ ասված բարի վերելքի իրանց ընտանիքներում լրացրել են Վլադիմիր Պուտինից։ Դուք չկայացած, ավիրված, ապականված, թափթփուկ համակարգ եք։ Դուք իմ երկրում անելիք չունեք, հավաքիք հուշարությունը Սամվել Կարապետյան, հորթ, առաջի կարգի հորթ, որ Հայաստանի Հանրապետության համար ծառայել է որպես քանդող որդի, Հայաստանն ապամոնտաժել է Պուտինի համար, Հայաստանը ապականել է Պուտինի համար, ծառայել է բարի երեկո հարազատս, բարի երեկո բոլորիդ։ Հայաստանը խեղաթուրելու խայտարակել է մենակ Պուտինի համար։ Այն մարդիկ, որ Հայաստանի Հանրապետությունն անտեսել են, Հայաստանի Հանրապետության քաղաքականությունից, քաղաքացիությունից զրկվել են, դուրս են եկել, դարձել են օտար երկրյա շպիոն, Պուտինի շպիոն։ Նրանք իմ երկրում ոչ քվե ունեն, ոչ հաստիկ ունեն, ոչ էլ ինչ-որ մի լավ բանի հավաստիկ ունեն։ Անենց որ խորհուրդ կտամ մաքրվեք Հայաստանի Հանրապետությունից, դուք Հայաստանի Հանրապետությունում խեղաթուրված, խայտարակած ժողովուրդ, աշտարակ ինչքան մոր է մանկ ու սնված դաշնակ կա, որ կեղծ շապիկը հակած դարել է Փաշինյանի խմբից, այսօր ծառայում է Հայաստանի Հանրապետությունում ռուսամետ կուսակցության այդ հորթին, որի անունն է Սամվել Կարապետյան, եւ այդ հորթի տակ կուրս կուտող որդին, որի անունն է Նարեկը, որ ունի ոչխարի մորթի, չգիտեմ, խեղաթուրված, շեղված հիվանդ երեխու ժպիտ, մեծ գլխով երեխա, կարճ կոնկրետ։ Բարի օր Մեռնեմ ջանին, բարի օր ցավը տանեմ։ Նայում ես խայտարակությունը, ինչա Հայաստանը ձեր համար ընտրակվեի, պաշտոնական դիրքերը խեղաթուրելու, կամ ինքնահաստատվելու գրասենյակա, ուսումնարանա դեբիլների, գակ տենակ ձեզ թե պաշտոն կտան չեն տա, նոր հեռանակ ես երկրից։ Մի հատ ցույց կտած նախկին պաշտոնյա, որ քրեական գործով չի անցնում ու Հայաստանի Հանրապետությունում է, կամ անցնում է ու Հայաստանի Հանրապետությունում է։ Դրսում շատ նորմալ Հայաստանը քանդած ավիրած մարդիկ են դրանք, որ դրսում ունեն ամեն ինչ ու ապրում են շատ բարեկեցիկ կյանքով։ Բարից բուն իմաստով բարեկեցիկ կյանքով Հայաստանի Հանրապետությունն ապականելուց հետո Հայաստանի Հանրապետության ապականման process-ը ներդրած հասարակությունը եւ նրանց հետ իրանց առաջնորդը, իրանց քաղաքական գործիչները բոլորը ապրում են դրսում այսօր շատ բարեկեցիկ կյանքով։ Ասեմ ձեզ ավանակներ, ձեր խայտարակած ու ձեր խեղաթուրած Հայաստանը էլ ոչինչ չի մնացել, էլ ավելի բարեկեցիկ ու ապահովված տեսք ունի, թե հոգեպես, թե ֆիզիկապես, թե բարոյապես, թե խաղաղությամբ։ Պարզա, դուք խաղաղություն չտենչացող ազգ եք, դուք խաղաղություն չտենչացող հայրենասեր կեղծ ղեկավարներ եք, դուք այսօրվա խաղաղության հետ գիտես ինչի համար չեք հաշտվում, որովհետև դուք ձեր ժողովրդին եք ջրցան մեքենաներով դուրս շպրտում, որովհետև դուք ձեր ժողովրդին եք փշալարերով փաթաթում ցույցերի ժամանակ, երբ որ ժողովուրդը ձեներ անում, կներեք այդ բոլոր փշալարերը, այդ ջրցան մեքենաները ձեր
կողմից խեղճ ձևացող դուք եք տես ներկայացնում մեր շատ սիրելի վարչապետը բոլորը հավաքելա ու մցրելա ձեր հետույքը ու ձեզ ճանապարհելա Հայաստանի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետության բանտեր դատական կառույցներ որպեսի վճարեք այն ինչ որ թալանել եք գույք парքի դիմաց Հայաստանը տվեցիք Արցախը ապա մոնտաժեցիք ձեր կղզիների ձեր վիլաների համար ու դրա տեղը ոչ թե Արցախցուն տվեցիք Արցախցուն անվնաս Հայաստան բերեցիք սքախշաղաղմոր վզին թողեցիք սքաշաղաղմոր մինուճարին էլ տարակ ու Արցախը թալանած ծախացի այրան գին տվեցիք մեր երեխեքին ու դուք այսօր եկել եք խոսում եք իշխանությունից բերել եք ձեր այդ Արցախի թափոնը որը բացարձակ Ալիևին էլ պետք չկա դարպասները բացեց ասես դուք շփրտեք բերել եք Հայաստանի Հանրապետություն կոսպեկտավորել եք Հայաստանի Հանրապետությունում իբր թե Հայաստանի Հանրապետության բնակիչ բայց նրանք ձեզնից կոկված են չեն գրանցվում որ իրաց լակոտները չծառայեն Հայաստանի Հանրապետության բանակում այն բանակում որ հայ զինվորը այս պետության երիտասարդը գնաց ու հետ չեկավ ձեր նմանների համար այդ բանակ ձեր երեխեքին չեք ուղարկում ըստ դրա ըստ ձեր մտածելակերպի ըստ ձեր ատելության ըստ ձեր փոխադարձ պատմոսով ատելությունը մատուցելու բուրըն պատասխանը ստացել եք դուք սիրելի արցախցիներ ձեր ընդդիմադիր ու դավադիր եղած հատվածով դուք մաքրված եք Հայաստանի Հանրապետությունից թե ֆիզիկապես թե բարոյապես ուղղակի որպես գլխականակ դեռ կաք այստեղ դե դա շատ քիչ է որ դուք կարենաք ընտրությունից ժամանակ ինչ որ փոփոխություն մտցնեք իսկ ինչ մնում այն բոլոր դեբիլներին ովքեր խցկվել են Հայաստանի Հանրապետությունում իմ ձևով շարժմանը то իմ ձևով ձեզ գիտես ինչ կանեմ այն ձևով կանեմ նայում ես խայտարակություն եք հայտարարություն դրանք այս մարտիկով որ ներբեռնվել են այդ կուսակցություն չգիտեմ նրանք ընդամենը գումար են կորձում թե արցախցին թե քվե ստացողը թե պաշտոնյան թե տեխնացու դնողը եւ թե բոլորը ինչ եմ ուզում ասած եմ դուք իմ երկրում անելու ոչինչ չունեք ըստ դրա խորհուրդ կտամ հեռանաք իմ երկրից թողեք հանգիստ ինձ իմ պետությանը իմ հերոսացին մայրերին եւ իմ իշխանությանը դուք իմ իշխանության հետ կապված ընդհանրապես ոչինչ չունեք անելու դուք չեք էլ կարող անեք տելևիզորը միացնում ես մի հատ նոր հայելվան ելույթ անեմ Փաշինյանը դեռ չգիտի ինքը քվե չի ստանալու կներես ես իմ լսարանով 20000 քվե եմ բերում Փաշինյանին եւ կան շատ հազարավոր մարդիկ եւ 100,000 քվե էլ Փաշինյանը ունի դու ինչքան ես բերում վարձու արցախցիների անկնիկ անպեչատ արցախցիների հաշվին ապրեք բոլորը ժողովուրդ ջան ինչքան ես բերում ուզում եմ իմանալ ես կարող եմ 20000 բերեմ դու ինչքան ես բերում կոչեր անող բռնի կոչերով հանդես եկող հասարակության մի փոքրիկ հատված չկայացած ուղարկի չկայացած հատված թերի մանգապարտեզան թերի չգործող ոչ դայակնադայակ ոչ սաննասան ոչ սնուցողնասնուցող ձեր կուսակցությունը չկայացած մանգապարտեզա չկայացած սադիկա ձեր կուսակցությունը ուղարկի ես абսուրդ եմ ապրում ոնց կարաս ամեն անգամ մտնես տենաս որ ինչ որ մի հատ դեբիլ ելույթ ունենում որ ինքը իր քվեն ունի Հայաստանում կներես էլի Սամվել Կարապետյան եւ քո դեբիլ որդին այդ էշի մորթով որդին որտեղից դες այդ քվեները ինչ է կարել հա քվե ունեք որ հազարավոր ձեր հոսանքից օգտվող բազմահազարանոց հայերին մութուլու Ստալիներին մենակ մթության ու խավարի մեջ եք թողել այդ քվե ունեք որ Հայաստանի Հանրապետություն ինչքան պետական գույք կա գույք парքի դիմաց պատմոսով մատուցել եք Վլադիմիր Պուտինին ձեր բոլորի ընտանիքի միակ տղամարդին ինչ կարգախոսով եք հանդես գալի Հայաստանի Հանրապետության հասարակությանը ես ուզում եմ իմանամ ըստ դրանով էլ սահմանափակում եմ իմ եթերը դուք Հայաստանի Հանրապետությունը խեղաթուրող ապականող Պուտինի տակ պլստացող ոտերի առաջ սողացող թափթփուկներ եք որ հիմա սողալով ընկել եք Սամալյոտու հայտնվել Հայաստան առեք ձեր տուդա обратный տոմսերն ու հեռացեք Հայաստանից դուք դադար ջեբով եկաք Հայաստան լիքը գնացիք դուք քանդեցիք ապականեցիք ավիրեցիք մեր Հայաստանը դուք ստեղից տանելու ոչինչ չունեք գույք парքի դիմաց ֆինանսապես ամեն ինչը տվածա ձեզ մնացած մնում է ժողովրդի քվեն կներեք ժողովուրդը այդքան անգիտակից չի որ ձեր նման հայվանին այդ ապօրինի Պուտինի միջոցով ներս ուղարկած հարևանին ինչ որ բան տրամադրի դուք բառից բուն իմաստող խեղաթուրված ձեր մասին մեծ կարծիք կազմած այդ ժողովրդի կողմից դեռ չկոսպեկտավորված համակարգ եք որ այս երկրում ընդհանրապես անելու ոչինչ չունի այսքանը սիրելի հետևորդներ լավ մնացեք միացեք էջին ընկերացեք կանգնենք մեր ու մեր պետության ու պետականության կողքին մենք շատ կարևոր ենք մի փոքրիկ դժվար հատվածա լինելու ժամանակահատված որը տևելու է վայրկյաններ այդ ժամանակահատվածը երբ որ սկսվի երեկոյանին 9 արդեն իօքուտ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությանը կլռի այս ապօրինի Պուտինի ներբեռնած հաճոցները Հայաստան ժողովուրդ կանգնեք այս իշխանության կանգնեք այս պետության կողքին սա է մեր վաղվա օրը մենք հետադարձի ճանապարհ չունենք անկախ ամեն ինչից մենք այս իշխանությունից լավը չունենք այս իշխանության մեջ անգամ մենք ընտրելու այս հատվածից բացի ուրիշ ոչ մի լծակ ու օղակ չունենք որ կծառայի մեզ ու մեր ժողովրդին ու կպահի ու կպահպանի մեր 8 տարվա ազատ խոսքի ու արտահայտվելու իրավունքը ժողովուրդ ջան այսքանը լավ մնացեք ապրես դու նույնպես հարազատս ու բոլոր իմ հետևորդները ուրախ եմ որ կաք որ իմ կողքին եք կիսվեք տարածվեք գրեք տարածեք որ ամեն ինչ
Շատ լավ, նորմալ։ Եօգուտ մեզ, մեր պետությանը, մեր բանակին, այսքանը լավ մնացեք։ Ստեսություն Սփյուռք, ստեսություն իմ սիրելի հանդիսատես, իմ ժողովուրդ, իմ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, բոլորիդ շատ սիրում եմ, հարգում եմ։ Միշտ այս կարծիքին մնանք, մի ամուր ուժերով գնանք առաջ դեպի մեր կանաչ, լուսավոր, խաղաղ երկիրն ու Հայաստանը պահենք ու պաշտպանենք, ժողովուրդ ջան, ու հարգենք այն տղերքին, որոնց արյան գնով ապրում ենք։ Այսքանը լավ մնացեք, բարի գիշեր բոլորիդ։ Բոլորիդ շատ սիրուն, հարգում եմ, բոլորիդ շատ գոհ եմ։ Նինա ջան, բարի երեկո, ոնց ես հարազատս։ Նինա Աճեմյանը, ժողովուրդ ջան, Հայաստանի Հանրապետության ամենաերիտասարդ, ամենաբարեհամբույր, ամենաբարի քաղաքական հայացքներ ունեցող երիտասարդ տատինը դառը, շնորհավոր եք մի հատ իրան։ Մի ամիս չկա դեռ։ Թող մեր սերունդը շատանա, բոլորիս երեխեքին առողջություն լինի, ամենալավ բաները թող շատանան մեր ազգը, մեր երեխեքը, ժողովուրդ ջան, լավ մնացեք, բոլորից շատ սիրում, հարգում եմ։ Այս էլ մեր լոգոն է, մեր սիմվոլն է, մենք շատ սիրում ենք մեկս մյանց ու մեր վարչապետին, այսքանը լավ մնացեք, ստեսություն բոլորիդ։